Սիրելի հեռուստադիտող, հերթական անգամ Երկիր մեդիայի եթերում Խաչիկյանի խոհանոցը հաղորդումն է եւ մենք գտնում ենք մի հետաքրքիր վայրում։ Ինձնից աջ գտնում է Վիրահայոց լեռնաշղթայի ամենից բարձր գագաթը Լալվարը։ Իմ դիմաց մենք տեսնում ենք Հաղպատ գյուղը, նույնիսկ վերևում կարելի է նշմարել Հաղպատի Սուրբ Նշան եկեղեցին եւ Զանգակատունը, իր կողքը Ակներ գյուղն է, մի փոքր ավելի հեռվում երևում է Սանահին գյուղը, գիտեք, որ Սանահինն էլ հայտնի է իր վանական համալիրով, եւ այս գեղեցիկ բնությունը մենք ընտրել ենք մի պարզ պատճառով, որովհետեւ երբ որ մենք պետք է ընտրեինք այս նկարահանման հերթական հրապարակը, մենք տեսանք, որ այս հրաշալի բնության մեջ աշխատում է մի հրաշալի մարդ, հրաշալի նկարիչ Արմեն Հարությունյանը, եւ քանի որ նկարիչները իրենք պահի եւ գեղեցկության որսորդներ են, իրենք հենց այնպես տեղում չէին կարող նկարել, մենք էլ որոշեցինք հենց այստեղ նկարել եւ այս հաղորդումը նվիրել որսորդներին կամ որսորդական մթերքներին։ Հիշում եք, որ Վահան Միրաքյանի ամենից հայտնի ստեղծագործություններից մեկը, թերևս միակը, Լալվարի Որսկանն է, եւ որի հիման վրա նաեւ ֆիլմ է նկարահանվել, եւ այդ ֆիլմը նկարահանվել է նաեւ այս վայրերում, եւ մենք կպատրաստենք որսորդական կերակուր։ Գիտեք, որսորդները ունեն մի հետաքրքիր հատկություն, իրենք հաճախ որսից հետո գալիս են եւ պատմում են որսի մասին լեգենդներ, եւ պատահական չի, որ ցարական Ռուսաստանում որսորդներից վկայություն չեն վերցնում դատարանում, ինչպես նաեւ ձկնորսներից, որովհետեւ իրենց հատուկ էր երբեմն չափազանցնել իրերի դրությունը։ Եվ այսօր մենք պատկերացնենք անհաջողակ որսորդի որսը, որը որս չի կատարել, բայց քանի որ այս որսորդը իր մտքում ուներ, որ կարող էր որս չանել, իր հետ բերել է հավի միս, բերել է որոշակի բաղադրատոմսեր, բաղադրիչներ ներողություն, եւ մենք կպատրաստենք որսորդական կերակուր։ Սա ենթադրենք, որ մենք լոր ենք խփել, բայց բնականաբար սա հավ է։ Մենք ունենք այստեղ մածուն, ունենք ձեթ, ունենք վարունգ, որ կօգտագործենք, սխտոր եւ կօգտագործենք այն հնարավորությունները, որ մեզ տալիս է մեր բնությունը։ Այսօր տեսնում ենք, որ արդեն մենք մածունը վերցրել ենք իր վրա, հենց առանց տեղափոխվելու։ Սա մի հայտնի բույս է, որ կոչվում է ղանթափի։ Սա հայտնի ծաղիկ է, որի անունն է երիցուկ։ Մենք հիմա այստեղ տեսնում ենք ուրց։ Ուրց եւս խաղում ենք։ Ուրցը մի քիչ շատ ենք խաղում, քան մնացածը։ Ուրցը եւս ունեցանք։ Մի փոքր առաջ գանք եւ տեսնում ենք այս ամենը մենք կարող ենք օգտագործել որպես ընկույզ, ընկույզի փոխարինիչ։ Ինքը իհարկե մի քիչ ծակում է։ Ահա։ Սա երկու հատ վերցրեցինք։ Այստեղ տեսնում ենք կրկին անգամ երիցուկ։ Երիցուկը իհարկե դառնահամ է տալու։ Սա մի հետաքրքիր ծաղիկ է, հայերեն կոչվում է խռնդատ, ռուսերեն կառովյակ, իսկ ֆրանսերեն հիասքանչ անուն ունի, կոչվում է արքայամոմ։ Իհարկե այդ արքայամոմը վառվել է, որովհետև ծաղիկները վառվել է եւ ընդամենը այս երկու ծաղկեփնջերն է մնացել։ Մենք սրանից է կօգտվենք։ Մի փոքր։ Այստեղ ես կօգտագործեմ արդեն դանակ, որպեսզի հեշտ լինի կտրելը, եւ հիմա կտեսնենք մենք որ մասն ենք օգտագործում սրա։ Այսքանը բավարար է։ Հիմա մենք մեր այնինչ որ հավաքեցինք աղի հետ մեկտեղ կշաղախենք։ Հիշում եք հայտնի ֆիլմը, որտեղ հայտնի նկարը, որտեղ որ 3 որսորդներ գտնվում էին գետնի վրա, որսից հետո մենք աղ արեցինք, հիմա մենք այս մեր հավաքած համեմունքներով կհամեմենք, կրկնեմ, ես անհրաժեշտ է այս համերը,
Տեսնում եք ինքը գրեթե պնդուկի չափ անկուզանման զանգված է, որը մենք կմանրացնենք, ինքը կունենա մշկ ընկույզի համ և հետաքրքիր համ կհաղորդի մեր հավին, այսպես կմանրացնենք իրեն, իհարկե մենք պիտի հիմա մասաժ անենք հավին այս մածունով, աղա համեմունքային այս բաղադրիչներով և այս ընկույզի համը նույնպես մենք կունենանք։ Այսքանը բավարար է, հիմա սրա մեջինը բնականաբար փոքր կլինի, սա արդեն փչացել է, բանի պիտանի չէ, սա նույնպես կնշանակի այնքան ինչքան որ մենք ունենք, այդքանը բավարար է։ Հիմա մի փոքր կավելացնենք լալվարի խաղողի հիման վրա ստեղծված սպիտակ գինի, ինքը գիտեք, որ տեղային սորտ է, սպիտակ գինի, ընդհանրապես ինչով որ խմում են, դրանով էլ պատրաստում են որպես կանոն սոուսները։ Հիմա մենք մասաժ կանենք մեր հավին, մասաժի համար անհրաժեշտ է մեր ձեռքերի հմտությունը, այսպես, անհրաժեշտ է, որպեսզի ինքը լավ ընդունի մածունը, աղը, հրաշալի, այսքանը բավարար է, հիմա մենք կվառենք կրակը և որպեսզի կրակը չվառենք այնպիսի վայրում, որտեղ որ վնաս կտանք բնությանը, կվառենք այս հատվածում, այսինքն քարերի վրա, օգտագործելով մեր շրջակայքի փայտերը և փայտանյութը։ Մինչև կրակին դնել ես մի փոքր սխտոր կտրեցի և տեսնում եք սրոհունդ գտա, երբ որ փայտն էի ման գալիս, գիտեք սրոհունդը 99 հիվանդությունների դեմ դեղաբույս է, ռուսերենային ասում են զվերաբոյ, նրանց հրաշալի նաև թե է պատրաստվում, հիմա այստեղ մենք նաև նրանց մի քիչ համ կտանք, ինքը ունի մի փոքր տտիպ համ իհարկե, բայց մտածում եմ ինքը հետաքրքիր համ կունենա։ Հիմա մենք խառնենք, այլևս ձեռքով չեմ խառնի։ Կխառնենք։ Ինչ ենք անում հիմա։ Հիմա ավելացնում ենք մի փոքր ձետ։ Ցանկալի է, որ ինքը լինի եգիպտացորենի ձետ, այսքանը բավարար է, և թավան տեղափոխում ենք կրակի վրա, քանի որ մեր թավայի պոչը երկար է, մենք կարող ենք քարել չօգտագործել, մանավանդ որ մոտակայքում քար չենք էլ տեսնում, այսպես, ինքը բավարար կլինի մեզ ընդհանրապես 10-15 րոպե և մենք կունենանք որսորդական հավի միսը։ Մինչ այդ
Մենք երևի կպատրաստենք մեր ամանը։ Հիմա մենք այս վարունգի խլեպները դեն կնետենք։ Ինքը իհարկե հող կդառնա կամ այլ խոտակերների համար կերակուր։ Շատ արագ կկտրատենք։ Մեր աչա լուրջ հսկողության ներքո հավը շուտով կլինի։ Այսպես 4 մաս և խորանարդիկներ։ Մեկ կողմը կարծես թե կեղավապատվել է այնտեղ։ Հիմա մենք արդեն ավարտել ենք մեր կերակուրը և կուզենայի հրավիրել մեր գեղեցկության և բնության որսորդին, ով որսում է գեղեցիկ պահերը մեր այս բնության, պարոն Հարությունյան, համեցեք և մենք իրեն ներկայացնենք մեր համի որսի արդյունքները, այն արդյունքները, որը չէին ստանա որսորդները, եթե որս չունենային։ Հիմա համեցեք, պարոն Հարությունյան, մենք կհանդիպենք ևս մեկ անգամ հաջորդ շաբաթ հետաքրքիր խոհանոցային արկածներ ունենալու համար Երկիր մեդիայի եթերում Խաչիկյանի խոհանոցը հաղորդաշարի շրջանակներում։ Հիմա մենք տեղափոխենք։ Հասոր հաճելի համունի։ Ո՞րցի միշտ սենց համոլ չի։ Հավաք չէ։ Հա։ Սկապես։ Պետք է ասել չի հավատալ։